Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 17-ն է 2026 թվական։ Այս տեսնում եք նախընտրական թոհուբոհը, իշխանություն ռուսամետ ընդդիմություն, այս պայքարը անառողջ մթնոլորտը, որ երկրում կա, կարճ անդրադառնանք ընտրությունների թեմային եւ անցնենք շատ հարցեր ունենք քննարկելու։ Ուրեմն շատ է խոսվում ձայների փոշիացման մասին, որ ցանկացած ուժ, որը մասնակցում է, ձայները փոշիացնում։ Բայց եթե չկա այլ ընտրանք, եւ հիմնական պայքարը գնում էր Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, եւ այսօր էլ քանի որ Ռոբերտ Քոչարյանը այդքան էլ մոդա չի, հիմնական պայքարը գնում է Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան։ Իսկ հիմա մի հատ ուսումնասիրենք նախորդ ընտրության նախնական թվերը պատկերացնելու համար։ 2021 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել էր 2.590.316 ընտրող։ Քվեարկությանը մասնակցել է 1.281.997, այսինքն մասնակցության տոկոսը 49.5, այսինքն իսկ 50% չի կազմում։ Որովհետև այլ ընտրանք չկար, որովհետև 25 ուժ էր մասնակցում, երկու նախկիններն էին, հիմնականները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանն էլ դաշինքով, նա էլ իհարկե դաշինքով, եւ մեկ էլ Նիկոլ Փաշինյան։ Մարդիկ չտեսնելով են մնացած 22-ի մեջ այլ ընտրանք, կեսից ավելին ընտրությանը չմասնակցեց։ Ինչ փոշիացնելու մասին է խոսքը։ Եթե մարդիկ տեսնեն այլ ընտրանք ու մասնակցեն, պարզա 50%-ից ավել կմասնակցեն եւ կխառնեն երկուսի խաղաքարտերն էլ, որոնք մտածում են, որ իրանց շահերից է բխում, որ մասնակցությունը լինի ցածր։ Նա մտածում է, որ իհարկե Սամվել Կարապետյանը կանցնի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, երեքով կպայմանավորվեն մեկ ընդհանուր տեխնացուի շուրջ։ Այս մյուս կողմն էլ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս ունի եւ կհավաքի մեծամասնություն։ Եթե հաջողվի իրանց սատարող որևէ արբանյակ ուժ լացնի, ավելի լավ, չանցնի էլ ինքը մենակ այդ ձայները կստանա, եթե մասնակցությունը լինի ցածր։ Այսինքն դուք տեսնում եք, որ ինչքան էին չարչարվում, որ մարդիկ ակտիվություն չունենան։ Այն դեպքում Երբ որ, եթե ժամանակին խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերաբերմունքը այդքան մեծ չէր, նախագահականի նկատմամբ էր, որովհետև երկրի թիվ 1 ղեկավարը նախագահն էր, դե մտածում են խորհրդարան ով էլ անցնի նախագահի հետ հարաբերվելու է նորմալ, տենց խնդիր չկա, նախագահը կարողանա մեծամասնություն ունենալ։ Այսինքն այդքան ակտիվ չէին խորհրդարանական ընտրություններում, քան նախագահ, բայց սահմանադրությունը փոխվեց։ Նախագահ այլևս առաջնային մանդատով չի ընտրվում, վարչապետն էլ առաջնային մանդատով չի ընտրվում։ Նույնիսկ եթե խորհրդարանական ուժը մեծամասնությունը հավաքում եւ իրավունքի ուժով վարչապետը դառնում է նշանակվում է, այնուամենայնիվ դա նշանակվում է նախագահի կողմից։ Առաջնային մանդատ ստանում է միայն խորհրդարանը։ Եվ նշանակում է իշխանությունը այդ խորհրդարանն է։ Նա է կառավարություն ձևավորում։ Այսինքն առնվազն տարօրինակ է, որ այդ պարագայում բարձր մասնակցություն, բարձր ակտիվություն չլինի։ Որ դեպքում այդ բարձր ակտիվությունը չկա, որովհետև մարդկանց հիասթափեցնում են, ասում են ձեր ընտրությունով ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ որոշված է, այս մեկը գտնում է, որ նա է ալնելու, այլ մեկը նա, մեկն էլ ասում է, ոչ նրան եմ ուզում տեսնեմ, ոչ նրան, չեմ էլ գնում ընտրության։ Այս սա է պետք այս կողմերին, որպեսզի ընտրությանը քիչ մասնակցության պարագայում, այսինքն կարողանան այդ հարցը լուծեն։ Դրա համար ցանկացածը, որին դիտարկում են այլ ընտրանք, երկու կողմից էլ թիրախավորում են։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Ասում են այդ ձայները, որը փոշիանում է, հիմա հարց։ Ամբողջ այդ ձայները, որոնք որ անցողիկ շեմը չեն ապահովել, ընդամենը եղել է 251.801 ձայն, որը տոկոսը ընդհանուր թվի մեջ, այսինքն
ընտրական իրավունք ունեցողների ընտրացուցակում ընդգրկվածների թվի համեմատ ընդամենը 9.7% է եղել։ Այդ ձայները, որոնք որ ստացել են, բայց չեն անցել, չեն հաղթել։ Այսինքն այդ ձեր ասած փոշիացված ձայները 10% էլ չի կազմում։ Իսկ դրա փոխարեն եթե մասնակցությունը էլի 20-30% ավել, ինչպես Հունգարիայում տեսակ, ինչպիսի ակտիվություն եղավ, որովհետև տեսան, որ իրանց քվեարկությամբ բան է փոխվելու։ Դրա համար գնացին ակտիվ մասնակցեցին, 75% մասնակցություն ունեցան։ Մեր աչքի առաջ եղավ։ Այնց էլ չի, որ եվրոպական ընտրություններում իրանց կոտորում են բարձր մասնակցությամբ։ Ասեմ ավելին, որ անկարծ հարց չառաջանա, անցած ընդհանուր քվեարկության մասնակիցների այդ 1.281.997-ի պարագայում այդ փոշիացած ձայները, նույնիսկ եթե համեմատենք անցածների հետ, 20% էլ չի կազմում, 19.6։ Այսինքն ներկայացնել դա, որ մասնակցությամբ օգնում ես որևէ մեկին եւ այդ ձայները նրան գնում, այդ դեպքում հարց է ծագում։ Եթե լավ այդ 20% ձայները չկար։ Ում է գնալու այդ ձայնը, դուք ում եք ուզում, որ գնա, որ ասում եք պետք չի փոշիացնել։ Ուզում եք ով լինի։ Ում ձայնն է փոշի անում։ Որ ում էր դա գումարվելու, որ նա հաղթեր։ Ռուսամետ ընդդիմությունը, թե Նիկոլ Փաշինյանը, ում դարդում եք, ում դարդն եք քաշում, կարող եք ասել, որ այդ ձայները, որը որ եթե չմասնակցեին, միանային ու համախմբեին, ում կամ ընդհանրապես չմասնակցեին։ Իսկ հիմա մի բան էլ ասեմ, եւ քանի որ խիստ անհանգստություն ունեն այլընտրանքի նկատմամբ, որը կարող է մարդկանց մոտ վստահություն առաջացնել եւ նրանք, ովքեր ընտրությանը չեն մասնակցել, գնան մասնակցեն, առավել եւս որ ես իշխանության եւ ես ընդդիմության մեջ չեն տեսնում իրանց սրտի ուզած թեկնածուներին, որոնք որ վաղը երկիրը տանելու են դեպի ապագա, կռիվը ում մեջ է գնում։ Մեկը ասում է ավելի սերտացնենք Ռուսաստանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերություններին, եթե որևէ մեկը դեմ է, դա ուրեմն օտար գործակալ է ռուսական բառով էլ ասած։ Պատկերացնում եք։ Ռուսաստանի դեմ տենց բան է ասում, այսինքն նրանք, ովքեր Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ չեն տեսնում, օտար գործակալ են։ Այսպիսի ձևակերպում ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Այս մարդիկ են, ընտրությունը սրանց մեջ է։ Մարդիկ էլ միամտաբար ասում են, բա գալիս են ասում են, ձեր տանիքը կվերանորոգենք, այս կանենք, այն կանենք, մի բան էլ դուք առաջարկեք, դուք կվերանորոգեք, ինչ նյութ կօգտագործեք վերանորոգելու համար։ Ժողովուրդ այս մարդիկ կռիվ են անում, թե այս երկրի տանիքը ով լինի։ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը մի փունջ։ Թե Ռուսաստանը։ Այս մարդիկ երկրի տանիքի կռիվ են անում, դուք ձեր տանիքի դառնեք։ Ու կարծում եք, որ իրանց ուշքը գնում է ձեր տանիքը վերանորոգելու համար։ Այդ խոստումը որ տալիս են։ Դա դուք տեսեք երկրի նկատմամբ նրանց վերաբերմունքը ինչ է։ Իսկ հիմա մի բան էլ, շատ դեպքերում հարց առաջանում, պարբերաբար, ասենք լսում ենք էլի, ասում են Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր թիմի վարչապետի տեխնացու, որտեղ ես ընդգրկված եմ այդ ընտրացուցակում, ասում են ինչ-որ իմաստ ասում է կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, ինչ-որ նկարներ են տարածում եւ այլ, ինչ-որ միջոցառման 30 հոգի մասնակցել են, թե ոնց իմացակ, որ այդ 30 հոգու մեջ, որ մարդիկ հրավիրում են, հենց հատկապես կոնկրետ մեկի պատվերն է կատարում, լավ, այդ դնենք իրանց բան։ Մյուս կողմն էլ ասենք ասում է, չէ, ռուսական պրոյեկտ է, ինքը ռուսականի պրոյեկտ է։ Հիմա հարց է ծագում։ Եթե կուսակցությունը հայտարարում է, որ ընտրություններին ինքը անցնելուց հետո ոչ մեկին չի միանալու։ Այդ դեպքում ոնց եք պատկերացնում, որևէ մեկը որպեսի պրոյեկտ լնեց, որևէ մեկի պատվերը կատարեց, պետք է պատվեր տան, չէ՞ քեզ։ Հիմա ով է այդ պատվերը տվել։ Համարենք դուք ինֆորմացիա չունեք, բայց լոգիկա ունեք։ Ձեր լոգիկան մի հատ աշխատացրեք։ Այդ պատվիրատուն ով է, ես հարցնում եմ, դուք 100%-ով գիտեք, որ Նիկոլ Փաշինյանն է առավելագույն ձայն ստանալու։
որ այդ փոշիացած ձայներն իրան օգնելու։ Մի մասն ասում է հա, մի մասն ասում է չէ, Սամվել Կարապետյանն ավելի շատ է ստանում։ Մի մասն էլ ասում է չգիտեմ, նա թե նա։ Բա որ չգիտես նա թե նա, այդ փոշիացած ձայներից ինչ գիտես ով է օգտվելու, որ չգիտես այդ ձայները ում է առավելություն բերելու, Նիկոլ Փաշինյանին թե Սամվել Կարապետյան, մանավանդ որ Սամվել Կարապետյանը մենակ չի, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան անցան, կապ չունի ում շուրջ համաձայնության են գալու երեքով միասին։ Այսինքն նա ով դեմ է ռուսական ուժերի հաղթանակին, աբսուրդ է որ մտածի, որ այլընտրանքային ուժը խորհրդարան չմտնի։ Այն դեպքում, երբ որ այդ ուժը խորհրդարան մտնելով է, երկուսի խաղաքարտերն էլ խառնելու, որովհետև երկուսն էլ հույս ունեն, որ ցածր մասնակցությամբ իրանք են այդ հաղթողը։ Բայց որևէ մեկը չի կարող որևէ մեկին պատվեր տալ, թե քո մասնակցությունը մեզ օգուտ է, որովհետև ես ձեզ բացատրեցի, որ այդ մասնակցության որևէ ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքների վրա։ Բայց թվերը ներկայացրեցին։ Այդ մեկ, եւ երկրորդ ինքը ինչ գիտի, որ այդ ուժը մասնակցեց եւ բնականա որևէ մեկին չմիացավ, դա իրան օգուտ ոչ թե հակառակորդ կողմին։ Բայց պատվեր տվողը որտեղից դա գիտի։ Դուք հաստատ գիտեք, որ այս երեքն են մեծամասնություն ունենալու, թե Նիկոլ Փաշինյանը, լուրջ եք ասում։ Դե բերեք մի հատ գրեք ստորագրեք, էլի, դրա տակ։ Մի հատ գրազեք եք, էլի։ Ասեք մենք հաստատ գիտենք, որ իրանք էլ հաստատ գիտեն, որ իրանք մեծամասնություն են ունենալու, դրա համար պատվեր են տվել ձայն փոշիացնողներին։ Ավելի ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Ես ցավում եմ, էլի, որ մարդիկ, ովքեր քաղաքականությամբ հետաքրքրված են, այտենց շատ հեշտ մանիպուլյացիայի զոհ են դառնում։ Անից անհարմար եմ զգում ինձ, ասեմ, բա այսքան ում համար ենք մեզ կոտորում, ժողովուրդ ջան։ Այսինքն մի հատ լոգիկա աշխատացրեք, էլի, այ ժողովուրդ ջան։ Ով է պատվիրատուն, եթե այդ ձայնը իրան չի տրվելու։ Անցնի էլ չի տրվելու, դե եթե չանցնի էլ չի տրվելու, պարզ է, ոնց տրվի։ Ով է պատվեր տվողը։ Մանավանդ որ այդ ուժը երկուսին էլ հավասարապես քննադատում է, երկուսի սխալներն ու թերություններն էլ ասում է, այնպես չի որ անցնում է մեկի կողմ նրանք քննադատում, կամ ասում նրա կողմ նրանք քննադատում, ասում է երկուսդ էլ սխալ եք, դու այս հարցերում, դու էլ այս հարցերում։ Եթե նույնիսկ ես ընտրությանը չմասնակցեի էլ, տարիներով ձեզ ներկայացել եմ սրա սխալն էլ, նրա սխալն էլ, ես չպետք է կողմնորոշեի, թե ում գնաք ձայն տակ։ Նույնիսկ եթե ես չմասնակցեի, ուղղակի որպես հրապարակային գործիչ, որի խոսքը ինչ որ մարդիկ հարգում են, կասեի ժողովուրդ ջան, ես չեմ մասնակցում, բայց խորհուրդ եմ տալի գնացեք Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը ընտրեք, որովհետև իրանք իրական այլընտրանք են, որովհետև այդ մարդիկ ոչ նրան են միանալու, ոչ նրան, այո, խախտելու են, խառնելու են երկուսի խաղաքարտերն էլ, այ դրա համար շատ ծանր են տանում դա, որովհետև իրանք ուրիշ հաշվարկներ ունեն, բայց ցանկացածին հարցրեք քո պատկերացմամբ ում շահերից է բխում իրանց ստացած ձայները։ Եթե դու չգիտես մեծամասնություն ով է ունենում, այդ հարցին իրանք չեն կարող պատասխանել, որտեղ իրանք այդ պատասխանը չգիտեն։ Իրանք որ պատվերը տալիս են, հո իրանք չեն ասում, թե ինչի համար են այդ պատվերը տվել կամ ով է տվել։ Փողը տալիս են, ասում են համացանցում գրի էլի։ Գրի որ սրա պատվերն են կատարում, տարածի։ Բայց դու նույնիսկ այդ պատվիրատուին հարցնես, ասես քո ուզածը ինչ է։ Դու ինչ ես ակնկալում, որ ինչը լինի։ Ենթադրենք քեզ հաջողվեց մեզ վնասել։ Արդյունքում դու գիտես ով է դրանից օգտվելու։ Դու գոնե գիտես ում պատվերն ես կատարում։ Կամ ինչու համար ես կատարում։ Բա մեղք չեք տենց առանց տեսակետ ապրում եք, դժվար չէ ես աշխարհում 21-րդ դարում։ Աշխարհի որ ծայրում բան կատարվի, ես ուզում եմ մենք դրա մեջ ներգրավված լինենք, որտեղ սա մեր մոլորակն է։ Մենք կղզիացած չենք։ Մենք ենք մեր սարերը տրամաբանությամբ չենք կարող ապրել այս փոխկապակցված աշխարհում։ Այս հարափոփող աշխարհում, որ մի օր ինֆորմացիային չհետևես, ժամանակից հետ ես ընկնում։ Դրա համար ժողովուրդ ջան, պատկերացնում եք, որ հերիք չի մենք ծանր ձևով ուզում ենք մեզ համար ճանապարհ բացենք, մի բան է զորքեր են պահում, որ ասեն ժողովուրդ, հանկարծ չհավատաք իրանց, որովհետև իրանք ինչ որ մեկի պատվերն են կատարում, ում
Դե իրանց ինչին է պետք որ իրանք իմանան, իրանք կարևորը դա ասե, կարևորը չլինի այլընտրանք, կարևորը ժողովուրդը հիասթափված լինի, կարևորը ժողովուրդը չհավատա ու գնա ընտրության, որովհետև եթե ընտրության չգնա, իրանք կմտածեն թե ինչ կարող են անել։ Այո, ժողովուրդ ջան, ձեր գնալով դուք պետք է նախ ձեր ծրագիրն առաջ տանեք, ձեր երեխաների ապագայի ծրագիրը, եւ դրանից բացի ամենակարևորը, որ որևէ մեկը ընտրություններից առաջ չհամարի, որ ինքը արդեն հաղթել է։ Դրա համար, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, տարածեք մաքսիմալ ձևով ձեր մոդիկների միջոցով, շատերն են ինձ գրում, որ ասում են, այո, բավական ակտիվ ձևով քայլեր անում ենք, տարածում ենք, անպայման նաև բաժանորդագրեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, նրա Facebook-յան էջին, որը բավական ակտիվ է, շատ ակտիվ նյութեր է տեղադրում, բացի դրանից է ձեր աջակցությունը ունեցեք թե կազմակերպական հարցերում, թե ֆինանսական հարցերում, սա շատ ծանր կռիվ է, շատ լուրջ կռիվ է, անհավասար մարտեր են, բայց մենք լի ենք վճռականությամբ մեր գիծը առաջ տանելու, մենք կոտրվող չենք, մենք հիասթափվող չենք եւ նույն ձևի ցանկանում ենք, որ դուք այդտենց վարակված լինեք դրանով, որ կարողանաք հասկանաք, որ ձեզում տեղն են դնում, որ ասում են ամեն ինչ որոշված է։ Ո՞վ է այդ ամեն ինչ ձեր տեղը որոշել։ Այսինքն դուք գոյություն չունեք, դուք չկաք, դուք ձեզ տենց լավ եք զգում, որ դուք այս process-ի մեջ ոչ մեկն եք լավ եք զգում ձեզ, ով է այդ տենց որոշողը։ Դրա համար հիմա տեսնենք մեր շուրջը ինչ է կատարվում, շատ կարևոր է նաև այդ հարցերը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, մենք մեծապես ձգտում ենք դառնալ Եվրամիության լիարժեք անդամ, սակայն նաև գիտակցում ենք, որ Եվրոպական միությունն ինքը բախվում է շատ զգալի եւ հիմնարար մարտահրավերների։ Երկար տարիներ Եվրոպական միությունն ուներ որոշակի ուժեղ կողմեր, ուժեղ ինքնություն, բարեկեցության բարձր մակարդակ եւ ուժ, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության տեսանկյունից։ Բայց հիմա եթե նայենք Եվրամիության ներկա վիճակին, այն մարտահրավերների եւ բախվում այս բոլոր 3 ոլորտներում, մենք խիստ մտահոգված ենք դրանով եւ հույս ունենք, որ ապագա իրավիճակը կբարելավի։ Ինչու սկսեցի Վրաստանից, որովհետև եթե Վրաստանը այնուամենայնիվ դարձի գա եւ ճանապարհ բռնի դեպի Եվրամիություն, իսկ ուշ թե շուտ նա անելու է։ Այսինքն երբ որ շատ դեպքերում ես ասում են, բա մենք ճանապարհ չունենք դեպի Եվրոպա, բա ինչ ենք անելու։ Մենք էլ միշտ գիտենք, որ մեր առաջ այդ ճանապարհը բացողը Վրաստանն է։ Այդ ճանապարհը Վրաստանը սկսել է բացել դեռ 2003 թվականից։ Եվ ուշ թե շուտ, իսկ ինքը մեզանից բավական առաջ է։ Ոչ միայն հեղափոխությունը, որ իրանք արեցին, իսկ հեղափոխությունը եկավ հասավ Հայաստանի սահման, մերոնք չմաքսազերծեցին եւ Հայաստան չմտավ։ Նաեւ 2013 թվականին ինքը գնաց ասոցիացիան համաձայնագիր ստորագրեց, Հայաստանը գնաց մաքսային միություն մտավ։ Հետո դարձավ թեկնածու պետություն։ Մենք լրիվ ուրիշ ուղղությամբ գնացինք։ Այսինքն, որ պահին էլ Վրաստանը վերադառնա ճիշտ ուղու վրա, միևնույնն է ինքը մեզանից առաջ է։ Նույնիսկ եթե մենք հստակ ավելի ակտիվ ու ագրեսիվ քայլերով ճանապարհ բռնենք դեպի Եվրոպա, Եվրոպան էլ հասկանա, որ մենք ոչ թե Վրաստանը մեզ քաշելով տանում, այլ մենք Վրաստանին բրթելով տանում ենք այս իր ներքևից։ Այդ դեպքում ավելի շատ կօգնեն մեզ, որովհետև դրա հետ կապված նաև մենք աշխատանք կտանենք մեր հարևան Վրաստանի հետ։ Այսինքն կարող է ստացվի այնպես, որ Վրաստանը այս որոշ ժամանակվա պաուզան համապատասխանի այնպես, եթե մենք ակտիվ քայլեր անենք, Վրաստանի հետ համահունչ կարողանանք անդամակցել Եվրամիությանը, որովհետև այնուամենայնիվ եվրոպական կառույցները սիրում են տենց որոշում կայացնել, ընդհանրական լուծումներ գտնեն, էլի։ Այնպես որ սա ցույց է տալիս, որ մեր առաջ այնուամենայնիվ այդ ճանապարհը բացվելու է, եթե ոչ այսօր, ապա վաղը, մեկը մենք շատ քայլեր ունենք միջև այդ մակարդակին հասնենք, որ այդ քայլը առաջ անենք։ Իսկ եվրոպական կառույցները, որոնք այդքան տանջվել են Վրաստանի հետ, շատ կուզենան, որ այո, եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, բնական է, որ Վրաստանի հետ էլ խոսալը թեման մի քիչ էլ ուրիշ ձևի կդառնա, էլի, որ հարգելի Վրաստանը սուր է շեղվել, քու ճիշտ ուղղությունը այն ուղղության վրա է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ այս պահին, ըստ իս դա 4 շաբաթ տևած ռմբակոծությունների և շատ հզոր շրջափակման համադրություն է։ Շրջափակումը կարող է ավելի հզոր լինել, քան ռմբակոծությունները։ Մենք բազմաթիվ համաձայնագրեր ունենք Իրանի հետ։ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, նրանք պատրաստ են այսօր անել այն, ինչին պատրաստ չէին 2 ամիս առաջ։ Ուրանի հարստացման հետ կապված 20 տարվա սահմանափակում չկա։ Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ, նրանք շատ վճռականորեն համաձայնել են դրան։ Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, այդ իհարկե հարստացված ուրանին նկատի ունի, թե ինչի է փոշու ձևով ասում, չգիտեմ ինչի հետ է նմանեցնում, էլի, որը գտնվում է խորը գետնի տակ B2 ռմբակոծիչների օգնությամբ մեր հասցրած հարվածների պատճառով։ Եթե համաձայնագիր չլինի, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Թրամփը հայտնել է, որ կգնա Իսլամաբադ, եթե այնտեղ համաձայնագիր ստորագրվի կողմերի միջև, որտեղ պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը նորից լինելու է Պակիստանում, եւ ինքը հույս ունի, որ այնտեղ իսկապես համաձայնագիր կստորագրվի, եւ այդ պարագայում մտածում է, որ արդեն ինքն էլ կարող է գնա եւ որպես այսպես ասած դրության տեր, որպես տեսեք ես խաղաղություն բերեցի։ Հիմա խնդիրն ինչն է։ Իրանի հետ կապված ցանկացած համաձայնություն ավելի լավ է։ Եթե պատերազմ չկա կամ պատերազմը չի շարունակվում, իհարկե լավ է։ Դա չի նշանակում, որ հետևանքի հետ կապված մենք շատ գոհ ենք ելնելու արդյունքներից։ Բայց գոնե պատերազմն ավելի վտանգավոր է, քան խաղաղությունը ցանկացած ձևի։ Իրանի հաղթանակը մեզ համար ուրիշ վտանգ է ներկայացնում։ Բա մեր տարածաշրջանը ինչ տեսք է ունենալու, եւ ոնց ենք մենք պատկերացնում Ամերիկայի հետ համագործակցությունը, եթե Իրանը հաղթանակ տանի։ Իրանը եթե կարողանա Ամերիկային կոտրի ու միջուկային զենք ստեղծելու հնարավորություն ունենա։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարավային հարևանը ֆունդամենտալ իսլամական պետություն միջուկային զենք ունենա։ Այսինքն դա մեր անվտանգությանն է օգուտ լինելու, թե ուրիշներին պետք է ասի, այս կողմերը չերևաք, ստեղ որոշողը ես եմ։ Մանավանդ Ադրբեջանը չունի, Թուրքիան չունի։ Այսինքն ով ասե, որ մենք դրանից շատ գոհ ենք։ Բայց ինչ գնով Ամերիկան կհասնի դրան։ Այդ է հարցը։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ կարողանա այնուամենայնիվ հաջողություն ունենալ, բայց շատ լուրջ կորուստներով է դա լինում, նեղանում է Եվրոպայից, ուզմած Չինաստանի հետ պայքարի չի ստացվում, Չինաստանը, Իրան, Ռուսաստան միավորվում են, Հնդկաստանն է շատ հանգիստ տեղավորվում է, արդյունքում մենք ինչ աշխարհ ենք ունենում։ Կամ ով ասե, որ մենք Ամերիկայի գործընկերն ենք։ Չի լինում այդպես, որ դու Ամերիկայի շատ լավ բարեկամն լնես, Իրանի շատ լավ բարեկամն էլ։ Եթե Ամերիկան ու Իրանը բարեկամ չէ, նույնիսկ եթե իրենք խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Այսինքն միևնույնն է, դա պատերազմից լավ է։ Բայց այնպես չի, որ ասեմ կան այս տարբերակ, որի պարագայում մենք շահած դուրս կգանք, կասենք փարքասու, լավա մերոնք հաղթեցին, մերոնք ով են այս դեպքում։ Ոչ Իրանն է մերոնք, ոչ Ամերիկան։ Ամերիկան մերոնք կլներ, եթե մեր իշխանությունները Ամերիկայի հետ գործընկեր լինեին։ Իհարկե, շատ ողջունելի կլինի, որ Ամերիկան այդ հաջողությունը ունենա։ Բայց այնուամենայնիվ, այնպես չի, որ եթե Իրանը հաջողվի Ամերիկային կոտրի, մեր շահերից է բխում, էլի ժողովուրդ ջան։ Էդ էլ մենք պետք է հասկանանք։ Կարող է կանգնի վաղ ասե ամերիկացիներին կասեք, այս կողմերը չերևան, ինչ ենք անելու։ Կռիվ ենք տալու Իրանի դեմ։ Իսկ Ամերիկան էլ մեզ օգնում է, որ կռիվ տանք։ Արաբական երկրների վիճակը չտեսակ, միլիարդատեր երկրների։ Ֆանտաստիկ միջոցներ, միլիարդն ինչ է նրանց համար։ Չտեսանք նրանց վիճակը։ Լավ է, ուրիշ օրինակով ենք դաս քաղում, էլի։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է. Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի հետ կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ որևէ համաձայնություն, քանի որ դա հետագայում կհանգեցնի մարտական գործողությունների վերսկսմանը։ Մենք չենք ընդունում որևէ ժամանակավոր հրադադար, որովհետև դա արատավոր շրջան է, որը սպառնում է դիվանագիտական ռեսուրսները, իսկ հետո հանգեցնում վերադարձի դեպի պատերազմ։ Դա պետք է դադարի։ Ու այնպես չի, որ այս ինչ որ ասում է, այնուամենայնիվ process-ը չի գնում առաջ։ Մի բան հայտարարում են, օրվա ընթացքում անգամ իրավիճակը փոխվում է։ Միջազգային ծովային կազմակերպության ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկ է։ Գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, մոտ 2000 նավ
20,000 նավաստիներով արգելափակված է Պարսից ծոցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով։ Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին, նա այն անվանել է օրհասական, հատկապես անձնակազմի 20,000 անդամների համար, որոնք գտնվում են Պարսից ծոցում գտնվող գրեթե 2,000 նավերի վրա, որոնք նրանք չեն կարողանում դուրս բերել նեղուցով։ Սա մտահոգություն է առաջացնում, քանի որ իրավիճակի ձգձգմանը զուգընթաց առաջանում է սննդամթերքի, ջրի և վառելիքի չափաբաժանավորման անհրաժեշտություն։ Այնտեղ գտնվող նավերի տարհանումը կտևի մի քանի շաբաթ, բայց մինչև տարհանումը պետք է համոզվել ականային վտանգի բացակայության մեջ, այնուհետև մենք կվերադառնանք սովորական ռեժիմին, օրական մոտ 130-135 նավով, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով, հստակեցրել է Դոմինգեսը։ Սա էս գնահատականը, բայց հիմա շարունակություն կա։ Ինչպիսի արձագանք ունենք Իրանից, ինչպիսի արձագանք Ամերիկայից։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն ասել է. Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումից։ Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է իրանական տարածքային ջրերում։ Այն իրանական տարածքի մաս է, և այն բաց է մնացել հազարամյակների ընթացքում Իրանի որոշմամբ։ Իրանը չափազանց վճռական և պատասխանատու խաղացող է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ այս նեղուցը միշտ բաց կմնա։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հորմուզի նեղուցը ընդմիշտ կմնա խաղաղության և անդորրի նեղուց, եթե այս պատերազմը մեկ ընդմիշտ ավարտվի, իսկ ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն տեղում տիրող իրականությունը, ընդունեն արդար, հավասարակշռված և իրավահավասար պայմանների լիարժեք կարգավորման համար։ Այսինքն, եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակում գործել այլ երկրի վրա, խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվեն, հավելել է Խաթիբզադեն։ Սա Իրանի գնահատականներն այս իրավիճակին։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերն այսօր ապրիլի 17-ին կնախագահեն դաշնակիցների հանդիպումը քննարկելու Հորմուզի նեղուցում անվտանգությունն ու ազատ առևտուրն ապահովելու համար բազմազգ ուժեր ուղարկելու հարցը, երբ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ներկայիս հակամարտությունն ավարտվի։ Իհարկե նորություն չունենք այդ քննարկումից, բայց քանի որ իրավիճակ է փոխվել, Ամերիկան և Իրանը նոր հայտարարություններ են արել, դա ինձ կախված է նաև կտեսնենք, թե իրանք ինչ որոշում կկայացնեն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը։ Արտասահմանից մի տղա ասում է. մենք կգանք և կվերցնենք ամբողջ նավթը, ով է թույլ տալու նրան վերցնել ամբողջ նավթը, ամենուրեք, բայց նա դեռ ուզում է և այդպես էլ ասում է, շատ է խոսում, Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի և ի վիճակի է կիսվել դրանցով, հատկապես այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են, նշել է Մեդվեդևը։ Այսինքն, եթե դու ճնշում ես Իրանի վրա, որ Վենեսուելան վերցնելով, Իրանի նավթն էլ վերցնելով, ամբողջը ձեռքդ հավաքես, սանկցիաներ կիրառես Ռուսաստանի վրա, Մեդվեդևը հասկացնում է, որ եթե դա արեցի, Ռուսաստանը ուղի է որոնելու և շատ դեպքերում չի ենթարկվելու այդ սանկցիաներին։ Ռուսաստանը բերանը լեզու է դնում Թրամփը, որովհետև այս հարցում այդպես էլ առաջնային ու երկրորդականը չկողմնորոշվեց Ռուսաստանին պատժի նոր անցնի մյուս կողմերը, թե Ռուսաստանին հանգիստ թողի մի բան էլ օգնի, անցնի Իրանի ուղղությամբ։ Իրանի ուղղությամբ անցնում ես, Ռուսաստանն ու Չինաստանը օգնում են։ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնեից, Իրանը այդ քաշը չուներ, որ Ռուսաստանին օգներ, Չինաստանն էլ վախեցած չէր օգնելու։ Դե հիմա ինքն է որոշողը, արդյունքները մենք կտեսնենք։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գրել է. Լիբանանում հաստատված հրադադարին զուգահեռ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարում է ամբողջությամբ բաց հրադադարի մնացյալ ժամանակահատվածի համար։ Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից արդեն իսկ հայտարարված է համակարգված երթուղով։ Այսինքն Իրանը դնում էր նախապայման, որ Լիբանանում պատերազմը դադարեցվի, Ամերիկան ասում էր, որ մենք նման պայման չունենք, բայց այդ 10 կետերի մեջ մտնում էր Իրանի, հետո այնուամենայնիվ բանակցություններ սկսեցին եւ այդ բանակցությունների արդյունքում գոնե զինադադար եղավ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս ունի, որ Իսրայելի վարչապետին եւ հանդիպում կկազմակերպի նաեւ Լիբանանի նախագահի հետ
Ամերիկայում, բայց դեռ Լիբանանի նախագահը առայժմ մերժեց ուղիղ կոնտակտ ունենալ Իսրայելի վարչապետի հետ, բայց հույս ունի Դոնալդ Տրամպը հրավիրի եւ եռակողմ հանդիպում կազմակերպի, դա հետագայում կյանքը ցույց կտա Իրանը առիթը օգտագործելով, որ տեսեք, եթե Լիբանանում զինադադար է, մենք էլ մեր համար դա նախապայման էր, մենք հանգիստ բացում ենք Հորմուզի նեղուցը, բայց դրանով հարցը չի լուծվում, Ամերիկան շարունակում է, Դոնալդ Տրամպը գրել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ռազմական շրջափակումը մնում է ուժի մեջ, Հորմուզի նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ է նավագնացության համար, սակայն ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ եւ կկիրառվի միայն Իրանի նկատմամբ, մինչեւ մեր իրանական գործարքը 100%-ով ավարտվի։ Այսինքն նույնիսկ եթե Իրանը բացում է Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է պայմանս կկատարես, ես էլ կբացեմ, այսինքն հիմա Ամերիկան է փակել Հորմուզի նեղուցը իրանական նավերի համար։ Հիմա Իրանը արդեն պետք է որոշի դրա դեպքում ինքը հարված հասցնում է ամերիկյան նավերին եւ պատերազմը շարունակում, թե գնում է զիջումների։ Բայց եւ քանի որ գիտենք, որ այս պատերազմի թիվ 1 շահառուն Իսրայելն է, դրա համար Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի տնօրենը Դավիթ Բարնեյան օրերս հայտարարել է, հիմա այնպես է, որ այս հայտարարությունը երբ որ նայում ենք, հասկանում ենք, թե ինչ է հիմա Դոնալդ Տրամպը անում, էլի, չնայած այնպես չի, որ չգիտենք, բայց լավ է, որ համապատասխան կոմպետենտ պաշտոնյան է դա ասում։ Բարնեյան հայտարարել է, որ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ գործակալությունը գործել է հենց Թեհրանի սրտում։ Հետախուզության շնորհիվ Իսրայելի օդուժին հաջողվել է ճշգրիտ հարվածներ հասցնել այն հրթիռներին, որոնք անմիջական սպառնալիք էին ներկայացնում երկրի համար։ Սակայն հետախուզության առաքելությունը դեռևս հեռու է ավարտված լինելուց։ Իսրայելը նախապես ծրագրել է շարունակել իր արշավը նաև ռազմական հարվածների ավարտից հետո, նպատակ ունենալով հասնել վերջնական արդյունքի, իսկ Իսրայելը վերջնական արդյունքի չի հասել։ Դրա համար Դոնալդ Տրամպն էլ որ խոսում է ես կդադարեցնեմ, ես են կանեմ, են կանեմ, ինքը դեռ պետք է դա ասի ես կդադարեցնեմ, լատեսնեմ Բիբին ինչ է ասում, ես կխփեմ, եթե Բիբին ասի խփի։ Ախր մենք հո գիտենք, որ դու չես որոշում, չէ՞։ Վարչակարգի ինչն է փաստորեն բանը, իրանց պայմանը, Իսրայելի ցանկությունը, վարչակարգի փոփոխությունը մեր առաքելությունն է։ Մենք ձեռքերս ծալած չենք հետևի հերթական գոյաբանական սպառնալիքին, հայտարարել է Բարնեյան, ակնարկելով, որ Իսրայելը շարունակելու է ակտիվ միջամտությունը մինչև իր առջև դրված քաղաքական վերջնանպատակի իրագործմանը։ Այսինքն միջուկային զենք պետք է չունենա, վարչակարգը պետք է փոխվի իրանց համար ընդունելի մարդ լինի, որպեսզի իրանք հասկանան, որ Իրանը համենայն դեպս հետագայում վտանգ չի ներկայացնելու Իսրայելի համար։ Իսկ այն ինչ որ վտանգ է Իսրայելի համար, հրաման է Դոնալդ Տրամպի համար, ոչ Ամերիկայի, բայց Դոնալդ Տրամպի համար։ Մենք պետք է հաշվի առնենք, որ հիմա այդ մարդը տենց է, հիմա այդ մարդը թուլությունն էլ է, աշխարհի ամենաուժեղ երկիրը ունի թուլություն, դենց ուղղակի սիրում է Բիբիին ու վերջ։ Տենց է սիրում, դու չասեմ դա բանա ինչ որտեղ անպատասխան սեր է, որովհետև Բիբին ուղղակի չարաշահում այդ սերը, էլի։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգուն Ֆինլանդիային եւ Բալթյան երկրներին հիշեցրել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի մասին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների դեպքում։ Այդ երկրները կամ անարդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգեր ունեն, կամ Ֆինլանդիան եւ Բալթյան երկրները դիտավորյալ տրամադրում են իրենց օդային տարածքը։ Իհարկե Ռուսաստանը հասկանում է, որ խնդիրներ ունի, բայց հաշվի առնելով, որ հիմա Ամերիկայի գլուխը խառն է եւ նույնիսկ հիմա եվրոպական երկրների կողմից վճարածի զենք անգամ չի ուզում Ուկրաինային տա եւ դա խնդիր է առաջացնում, թեպետ դրոնների հետ կապված, որ այս պատերազմը ամենաարդյունավետը հենց դրոնների պատերազմն է, բայց միայն դրանով բավարար չի էլի, որպեսզի կարողանան դեմ առնեն Ուկրաինան, չնայած շատ ծանր հարվածներ է հասցնում Ռուսաստանին, բայց այս պահին գործնականում Ամերիկայի Միացյալ Նահանգները մենակ թողեց Ուկրաինային այն աշճանի, որ անգամ փողի դիմաց զենքը չի տալիս։ Հիմա դրա համար Ռուսաստանը փորձում է մի քիչ ագրեսիա բանացնել, ծավալվել, բայց դա միևնույնն է,
շատ ցավալի կլինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի ինքը մտածի, որ Ռուսաստանը իր գործընկերն է։ Տրամպը դա երկար ձգել չի կարող, ինքը խնդիրներ կունենա, արդյունքում վնաս է տալու Ամերիկայի հեղինակությանը ու նոր աշխարհակարգի ժամառած ստեղծմանը։ Որտեղ ԱՄՆ հանրապետական սենատորներն արգելափակել են Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցնելու դեմոկրատների բանաձևը։ Իդեպ Ստորին պալատն էլ է դա արել, այնուամենայնիվ աջակցում են Դոնալդ Տրամպին պատերազմի հարցում իրանական, բայց մի խնդիր կա, դրանով երբ որ աջակցում են, նոյեմբերի 3-ին լինելու է ընտրություններ, սենատը գիտեք 6 տարին մեկ է ընտրվում, 1/3-ով ամեն 2 տարին մեկ լինում է ռոտացիա, փոխվում է 1/3-ի չափով, իսկ ներկայացուցիչների պալատը 2 տարին մեկ է ընտրությունները, նոյեմբերի 3-ին այդ 2 տարին լրանում արդեն ընտրությունները։ Երկու տեղում էլ մեծամասնություն ունի Դոնալդ Տրամպը, այսինքն հանրապետականները, բայց եթե այդ իրավիճակը փոխվեց, արդեն խնդիր է ունենալու։ Ոչ միայն իրանական համարենք, որ մինչև այդ Իրանի պատերազմի հարցը լուծված կլինի։ Առհասարակ իր ծրագրերի հետ կապված խնդիր է։ Լավ չդենք այն կողմ, թե իմպիչմենտի տարբերակով կգնան թե չէ, կամ դա խելամիտ է, արդյունավետ է այս պահին թե չէ։ Հարցը ուրիշ է։ Խնդիր է առաջանում հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսմենների եւ սենատորների համար։ Եթե իրանք հիմա համառ ձևով պաշտպանում են հանրապետականները Դոնալդ Տրամպի ծրագիրը, գնալու են նոյեմբերի 3-ին Դոնալդ Տրամպին սատարելու քաղաքականությամբ։ Բայց մենք տեսել ենք վերջի շրջանում, ով որ գնում է ընտրության Ամերիկայում, ցանկացած ընտրության, գնում է մերժենք Սերժին կարգավիճակով։ Ինքը գնում է քննադատում է Տրամպին ու ընտրվում է։ Առանձնապես պետք է չի ծրագիր ներկայացնել։ Տրամպի հակառեյտինգը հերիք է, որ ինքը ընտրվի։ Դա բոլոր մակարդակներում է երևում, անգամ Նյու Յորքում, որտեղ Տրամպը համարում է, որ դա իր քաղաքն է եւ այլ, անգամ Ֆլորիդայում, էլի, այսինքն այնտեղ, որ ինքը համարում է, դե այնտեղ մենք ենք ելով կա։ Հա, եւ ել չեմ ասում, որ Օրբանին այդքան պաշտպանեց, պարտվեց։ Բայց կոնգրեսմեններն ու սենատորները պետք է որոշում կայացնեն։ Գնում ես Դոնալդ Տրամպին սատարելով ու այդ ամբողջ բեռը պատասխանատվությունը վերցնում ես քո վրա, կարող է չընտրվես։ Չես գնում նրան սատարելու, գնում ես ասում ես եկել ենք քննադատում ենք, դա էլ չի աշխատելու։ Բա որ հանկարծ Տրամպը հաջողություն ունեցավ, իսկ իրանք առանձնապես ցանկություն չունեն կոնֆլիկտի գնան Դոնալդ Տրամպի հետ։ Այսինքն շատ ծանր ընտրության առաջ են կանգնած հանրապետականները առաջիկա ընտրությունների հետ կապված։ Սովորաբար գործող նախագահի ծրագիրն առաջ տանելը ինչ որտեղ բոնուս է ալնում էլի ընտրություններին, բայց այս պարագայում դա հաստատ բոնուս չի։ Բայց ինչ անեն, գնան հրաժարվեն այն դեպքում, երբ որ բոլոր քվեարկություններով պաշտպանել են Տրամպին ու ոչ միայն այս հարցում, ոչ միայն պատերազմի հարցում, այդ էլ մի քիչ տարօրինակ կլինի։ Գնան չհրաժարվեն, ուրեմն իրանց վրա են վերցնում ամբողջ պատասխանատվությունը, որը Տրամպը վերցրել է իր վրա։ Այսինքն նույնիսկ եթե այս պատերազմի հետ կապված ցանկանում են սահմանափակել Տրամպի իրավասությունները, որ դու գերազանցել ես քո լիազորությունը, դա էլ այդքան էական բան չի որոշելու, որտեղ ինչպես տեսնում եք, Իրանի հետ ինչ որ համաձայնության կգան, չնայած հարցը չի լուծվելու, նույնիսկ եթե զինադադարանի դե պայմանագիր կնքեն, մեկը Պրոբլեմը լուծված չի, դա միտեղ դուրս է գցելու նոր իրավիճակի պարագայում։ Բայց ընտրությունների հետ կապված դա լուրջ նշանակություն է ունենալու։ Ինչով են գնում ընտրությունների։ Մի բան էլ ուղղակի ասեմ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից ինչա հայտարարում։ Ազգային ժողովի ամբիոնից, ոչ թե մի սրճարանում նստած զրույց են անում կամ ազգային ժողովի բուֆետում։ Հայաստանի Հանրապետությունը այսօր բրենդ է։ Հայաստանի վարչապետը բրենդ է։ Դուք պատրաստվեք ձեր վերջի զանգին։ Այն ինչ որ ում ասում է վերջի զանգին պատրաստվի, դա իրանց խնդիրն է, բան չունեմ ասելու։ Բայց որ ինքը գտնում է, որ Հայաստանը այսօր բրենդ է, երեք բրենդ չէր, այսօր բրենդ է, ված չէ լինի, որ ազգային ժողովի պատգամավոր են, էլ ազգային ժողովի բարձր ամբիոնից հասկանա բրենդ բառի իմաստը։ Բրենդ բառը դա ապրանքանշան։ Մի քիչ ավելի տարողունակ ապրանքանշան, զուտ ապրանքանշան չի։ Այսինքն այդ ապրանքանշանի որակական հատկություններն է նրան ապահովում բրենդ։ Ինչով է ինքը օրիգինալ կամ ինչով է իր հատկությունները այնպիսին, որպեսզի իր ապրանքանշանը
տարբերվի եւ ասիկան ավելի այսինքն նշանակում է այդ ապրանքը նես լավ վաճառած պետք է լինես էլի որ բրենդ լինես ես ուզում եմ իմանամ Նիկոլ Փաշինյանը նա նես լավ վաճառվել ու Հայաստանն էլ աճուրդ է հանել, որպեսի Լիլիթ Ստեփանյանը ազգային ժողովի падգամավոր կանգնի ազգային ժողովի ամբիոնից ասի, որ չեք հասկանում, այսօր արդեն Հայաստանը ապրանք է ժողովուրդ ջան, եւ քաղաքացիական պայմանագիրը դրա գները գիտի, շատ լավ գիտի գները, էժան չի, որովհետեւ բոլորին էլ առաջարկել ենք, մենք գները գիտենք, Փաշինյանն էլ բոլորին առաջարկվել է, Փաշինյանի գներն էլ գիտենք, հաջորդ ջան, մենք էլ գիտենք, Բայց որ մենք ենք ասում, ինչ որտեղ ծանր եք տանում, բայց դուք եք ասում, ձեզ հարցաքննել պետք չի, ժողովուրդ ջան, դուք ամեն ինչը լավ էլ խոստովանում եք, ու պատկերացրեք, այս պատկերացումներով ազգային ժողովի բարձր ամբիոնից դիմում եք աշխարհին, որ ասում եք, որ Հայաստանը այսօր, ուրեմն երեք տենց չէ, այսօր դուք եք հասել դրան, այսօր նենց բավական նենց հայտնի ապրանք է Հայաստանը եւ մեկ էլ մեր վարչապետն էլ հայտնի ապրանք է, բավական հայտնի Նեդ լավ գներ տվող կա Էսա ձեր պատկերացումը ժողովուրդ ջան Հիմա դուք ուզում եք որ այս կարգի մտածողության տեր մարդիկ մեր երկիրը շարունակեն ղեկավարել Դուք սա նորմալ եք համարում Սա կարելի է ասենք ասել դե լավ մարդա մի բան ժողովուրդ ջան մարդա մի բան ասելը որն է Ազգային Հայաստանի թիվ 1 ամբիոնից ասելու մարդա մի բան ասելը որն է Հլսում են չէ սա Այդ անդեր բառն էլ միջազգային բառ է Ամբողջ աշխարհը հասկանում է որ դու ինչի նկատի ունես Որ Հայաստանը ապրանք է ու դուք էլ լավ էլ դրա գինը գիտեք Այդ որ վարչապետը ապրանք է լավ էլ գինը գիտեք այդ գիտենք հա Բայց Հայաստանի մասին այս կարգի արտահայտություն Հա Փաշինյանն էլ ասում են Հայաստանը խոպան է եկեք աշխատեք խոպան Այսինքն այս է այս մարդկանց պատկերացումը մեր երկրի նկատմամբ Առավոտից իրիկու ասում ենք նախկիներն են խոպան էին եկե իրանց թվում էր սա խոպանա եւ միջև մի չենք ներում իրանց չենք էլ ներելու բայց կայնում է գլուխը գովալով Նիկոլ Փաշինյանն ասում Հայաստանը խոպան է եկեք աշխատեք լուրջ է ասում դե եթե դու տենց ասես քո падգամավորն էլ քեզ ապրանք կասի էլի դե Եթե հավանեցիք, արդեն ասեցի սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն ունեք ֆինանսական մասնակցություն ունեք մեր ծրագրին, մտեք նյութի նկարագրական մասը, այնտեղ բոլոր հնարավոր տարբերակները կա, բանկային փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի տարբերակ Կա նաև Patreon համակարգ, PayPal-ի համակարգ, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակները, բայց անպայման խնդրում եմ ուշադրություն դարձնեք, որ կապվեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակին Հայաստանի Շնորհապետական կուսակցության եւ ձեր աջակցությունը անհամեմատ ավելի կարեւոր է այնտեղ, քան այստեղ։ Չնայած նույն գործն ենք անում, բայց ծավալային առումով այնտեղ ավելի կարեւոր է։ Դե ինչ, այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։